Սրբով ավետարանիս Իսուսի Քրիստոսի որստ Մատթեոսի, վասնարության դյարն մերո Իսուսի Քրիստոսի, շաբաթ երեգոյեն յետ, երբ գիրագին գպացվեր, Մարիամ Մագդաղենացին և մույս Մարիամը քերեզմանը տեսնելու եկան, հանգարտ զորավոր երկրաշարժը եղավ, և Աստուծո հրեշտակը երկնքեն իջնելով, կլորեց քերեզմանի մուտքին տրված քարը, և նստավ անոր վրա, անոր դեսքը փայլագի նման էր, և ակուսները ծույնի պես ջերմագեին, բահաբանները երբ ասիգա տեսան, սարսափեցան և մերելի պես եղան, հրեշտակը գիներուն ըսավ, դուք մի վախնաք, գիտեմ, որ խաչված Իսուսը կփնտրեք, հոս չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ըսած էր, եկեք և տեսեք այնտեղը ուր տրված էր, անմիջապես կացեք և ըսեք իր աշակերտներուն, թե հարություն առավ, անիգա ձեզ մի առաջ Գալիլյա կհասնի, և ոն պիտի տեսնեք զինք, ահա ըսի ձեզի։ Գիները վախով, բայց միևնույն ադեն մեծ ուրախությամբ դուրս ելան քերեզմանեն և վազեցին, պատմելու համար աշակերտներուն, հանգարտ Իսուս հանդիպեցավ անոնց և ըսավ, ողջույն ձեզի, գիները մոտենալով, բարեցան անոր ոտքերուն և երկրպագեցին անոր, Իսուս ըսավ, մի վախնաք, կացեք և ըսեք իմ եղբայրներուս, որ Գալիլյա երթան, հոն պիտի տեսնեն զիս։ Երբ գիները կացին, բահաբաններեն ոմանք քաղաք եկան, և ինչ-որ պատահածեր պատմեցին ավագ քահանաներուն, ավագ քահանաները և երեցները հավաքվելով, խորհրդակցեցան և առատ տրամադրին բահաբաններուն և ըսին, ըսեք, որ իր աշակերտները գիշերով եկան և կողցան մարմինը, երբ մենք քնացած էինք, և եթե կառավարիչին ականջը հասնի ասիգա, մենք զայն կկոհացնենք, անհոգ եղեք դուք։ Բաբաները տրամարին և ըրին ինչ-որ պատվիրված էր իրենց, և այսպիսով այս լուրը տարածվեցավ հրեաներուն մեջ մինչև այսօր։ Իսկ 11 աշակերտները գացին Գալիլյա, այն լեռը, ուր Իսուս ժամադրված էր իրենց հետ, երբ տեսան զինք, երկրպագեցին իրեն, բայց ոմանք տարագուսեցան, Իսուս մոտենալով խոսեցավ անոնց հետ, ապա ըսավ, ամեն իշխանություն տրվեցավ ինձի երկնքի մեջ և երկրի վրա, ինչպես որ հայրը զիս ղրգեց, այնպես ալ ես ձեզ կղրգեմ, հետևաբար գացեք և բոլոր ժողովուրդները ինձի աշակերտ դարձուցեք, զանոնք մկրտեցեք, Հոր, Որդին և Սուրբ Հոգին անունով, անոնց սորվեցուցեք այն բոլոր պատվիրանները, որ ես ձեզի տվի, և ահա միշտ ձեզի հետ պիտի ըլլամ, մինչև աշխարհի սվաղ ջան։